իրականում Աստծո անունը կանչելը դա մեծագույն հնարավորություն է ձերբազատվելու այն ամեն խնդիրներից, ինչի մեջ որ մենք կամա թե ակամա հայտնվում ենք եւ Սուրբ Գիրքը ներկայացնում է Աստծուն ասելով որ օրհնյալ է Աստված մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայրը որ մեզ շնոր արեց հոգևոր ամեն օրհնություններով երկնքում եղող ամեն օրհնությունները շնոր արեց մեզ որոնք որ հարկավոր են երկրի վրա ապրելու եւ ճշմարիտ աստվածապաշտության կյանք վայելելու եկեք որ մեր կենտրոնացումը ունենանք հենց Հայր Աստծո վրա հենց իր ծրագրերի ու նպատակների վրա հենց իր որդու Հիսուս Քրիստոսի միջոցով կատարված իր խոստումների եւ օրհնությունների վրա եւ հենց Սուրբ Հոգու հզոր ներգործությունների վրա որով մենք այսօր կարողանում ենք ամբողջությամբ վայելել եւ վերապրել Աստծո ամբողջ կամքն ու ծրագիրը Քրիստոսի խաչի վրա կատարված ամեն գործերն ու օրհնությունները մեր կյանքում դա Սուրբ Հոգու շնորհիվն է որ ես ու դու կարողանում ենք վայելել ամեն Ուզում եմ իմանաս, բնականաբար գիտես որ Քրիստոսի եկեղեցին է հանդիսանում նոր ուխտի պաշտոնակատարը Սուրբ Հոգու գործունեությամբ։ Այսօր որոշակիորեն կարճարոտ կդիտարկենք հին ու նոր կտակարանի փառքի մասին։ Կտեսնենք, որ հին ուխտի փառքը, որը անցողիկ էր, անհամեմատելի է ուրեմն նոր ուխտի փառքի հետ։ Բայց շատերս այսօր դեռ փորձում ենք համատեղենք մեր կյանքերում եւ հենց դրա պատճառով էլ ինչ որ բան չի ստացվում։ Դրա համար շատ կարեւոր է որ մեր կենտրոնացումը ունենանք Աստծո կամքի ծրագրի վրա, Հիսուս Քրիստոսով կատարված գործի վրա, որովհետեւ Հիսուսը Աստծո բոլոր խոստումների այոն է մեզ համար։ Ամեն։ Եվ երբ որ մենք ընդունում ենք Քրիստոսին մեր կյանքում Աստծո այոյին ամեն ենք ասում իր փառքի համար։ Ընդունել ենք Քրիստոսին, Աստծո այոյին ամեն ենք ասել, ուրեմն դա նշանակում է, որ այդ խոստումները պիտի մենք վերապրենք նոր ուխտի պաշտոնակատար լինելով հանդերձ։ Ամեն։ Ամեն։ Կուզենամ բացել քո Սուրբ Գիրքը եւ այնտեղ Երկրորդ Կորինթացիների 3-րդ գլխից կարդանք որոշակի համարներ։ Սկսենք 17-ից, հետո նորից կանդրադառնանք դրա։ Այստեղ Պողոս առաքյալը գրում է ասելով. Այն Քրիստոսը, որին ես քարոզում եմ, առաքյալն ասում։ Նա է հոգին։ Այն Քրիստոսը առաքյալն ասում է, որին ես քարոզում եմ, նա է Սուրբ Հոգին։ Եվ որտեղ որ Տիրոջ հոգին է, այնտեղ ազատություն կա։ Ես վստահ եմ, որ դու հենց Պողոս առաքյալի քարոզած Քրիստոսին ես հավատում։ Ամենուրեն։ Եվ ինչը ինքը շեշտում ասում է, որ ես քարոզում եմ։ Որովհետև տվյալ ժամանակաշրջանում էր, ինչի՞ չէ, նաև հիմա էլ տարբեր Քրիստոսների էին քարոզում, եւ առաքյալը մտահոգված էր, որ չլներ թե եկեղեցին տեղ տալ ուրիշ Քրիստոսի, ուրիշ հոգու, ուրիշ ավետարանի։ Եվ հիմա այստեղ ինքը շեշտադրում է ասելով. այն Քրիստոսը, որին ես եմ քարոզում, ասում է նա Աստծո հոգին է, Տիրոջ հոգին է, Սուրբ հոգին է, եւ որտեղ որ Տիրոջ հոգին է, այնտեղ ազատություն կա։ Բարիս բուն իմաստով մենք տեսնում ենք, որ այն Քրիստոսը, որին մենք ընդունել ենք, Աստծո ներկայացրած Քրիստոսը, ավետարանի ներկայացրած Քրիստոսը, որին մենք ընդունել ենք մեր սրտի, մեր հոգու մեջ, նա ազատարար հոգի է, գալով մեր մեջ, մեր կյանքում ազատություն է բերում։ Եվ եթե մենք ընդունել ենք Քրիստոսին ըստ մեզ, եւ տեսնում ենք դեռ որոշ կապանքներ, գերություններ, տանջանքներ կան մեր մեջ, ուրեմն պիտի վերանայենք մենք ինչպիսի Քրիստոսին ունենք, հարության Քրիստոսին, թե ուղղակի այն Քրիստոսին, որին մենք ենք ստեղծել, պատկերավոր կերպով կառուցել եւ սկսել ենք դրան պաշտել։ Ես հիշում եմ միտեղ զանգեցին գնացինք, ուրեմն այդ անձնավորությունը երիտասարդ տղա էր, գիպսից ֆորմա էր թափել Քրիստոսի պատկերով։ Եվ ինքը գունավորել էր ճիշտ Քրիստոսի պատկերի նման էր։ Հիմի գցել էր սեղանից ինչ որ բան կոտրվել էր։ Հիմի վախում էր, որ վերցնել պոլից, որ նորից վերականգնել, դողում էր։ Ցանկեցին գնացինք, հիմի Աստվածը շուշտ էր ասում է կուրքեր է շինում եւ իրաց պաշտում է։ Իրա սարքած գիպսից Քրիստոսից վախում էր եւ իր համար էդ էր Աստվածը։ Ես չգիտեմ դու ինչ Քրիստոս ես ձուլեկո մեջ,
Բայց Աստվածաշունչն ասում է, որ Քրիստոսը, որը հոգին է, գալով քո մեջ ազատություն է բերում քո կյանքում։ Ազատություն ամեն տեսակ գերությունից։ Ամեն։ Եվ շարունակությունում ասում է 18-ը. Եվ մենք ամեքսել, ասա ամեքսել։ Բաց երեսով Տիրոջ փառքը, ինչպես հայելու մեջ տեսնելով, նույն պատկերի նման աստիճանաբար կերպարանափոխվում ենք եւ այդ փառքը արտացոլում ենք մեզանից եւ մենք փառքից փառք ենք տեղափոխվում եւ այդ փոխակերպումը իրագործողը Սուրբ Հոգին է։ Տեսնում ենք այստեղ, որ ինչպես տեսնում ենք այդ փառքը, այդպես կերպարանափոխվում ենք այդ փառքի հետ։ Այստեղ ներկայացված է մի փառքից մի ուրիշ փառք ենք մտնում։ Եվ այստեղ ասում է, որ մեզ այդ փոխակերպման տանողը, այդ փառքի մեջ տանողը Սուրբ Հոգին է։ Ամեն։ Եկեք տեսնենք, որ փառքի մասին է ասում, որից մենք պիտի փոխակերպվենք եւ դրվենք մի նոր փառքի մեջ։ Այստեղ գրված է մի փառքից մեկ ուրիշ փառքի մեջ։ Երրորդ փառքը չկա, կա առաջին փառք, երկրորդ փառք։ Եվ Աստվածաշունչն ասում է, որ Տիրոջ խոսքի մեջ, որ Աստված ասում է, որ իմ տան երկրորդ տան փառքը ավելի մեծ է առաջի տան փառքից։ Ուրեմն հասկանում ենք, որ երրորդը չկա, կա առաջի երկրորդ։ Եվ մենք հասկանում ենք, որ դա հին ուխտի եւ նոր ուխտի մասին է խոսում։ Ամեն։ Եվ հենց մենք Սուրբ Հոգու միջոցով էլ արդեն իսկ ընդունած Տիրոջ Հոգին մեր մեջ, Սուրբ Հոգու միջոցով էլ մենք արտացոլում ենք այն փառքը, որ եկել է մեր մեջ։ Մենք տվյալ դեպքում հանդիսանում ենք հայելի, որովհետև հայելին արտացոլում է այն, ինչ որ ընդունում է։ Մենք էլ ընդունել ենք Հիսուս Քրիստոսին, ամեն, Պողոս առաքյալի ասած քարոզած Քրիստոսին, որն էլ հոգին է, որը բերում է ազատություն, ամեն, եւ այդ նույն հոգու միջոցով մենք փառքից փառք ենք տեղափոխվում, տեղափոխվողը Սուրբ Հոգին է, եւ այն Սուրբ Հոգին, ինչ որ ներդրել է մեր մեջ Աստծո փառքի լույսը, գիտության ու ճշմարտության լույսը, Աստծոց բխող Քրիստոսից բխող լույսն ու կյանքը, հիմա մենք պիտի արտացոլենք, ամեն։ 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 Եվ շատերս չենք արտացոլում անկեղծ, դրա համար էլ ամեն չենք ասում, բայց չենք արտացոլում ոչ թե նրա համար, որ չկա, այլ կա, թեպետ կա, բայց այդ հայելին մաքրել է պետք։ Այդ հայելին մաքրել է։ Ասում մեկը հարբած գալիս է տուն, ներս մտնելուց տեսնում է, որ ասենք ոտքը տվել է, ասենք ինչ որ մի երկաթի պատրել է, բանուն էր գալի հարբած ու ինչ են ասում, սկոչ են ասում, Սանտավիկա, կպցնում այդ վերքի վրա ու հետում է քնում է։ Հետո առավոտ արտանում է, տեսնում է, որ ամբողջ անկողինը արյունով շաղախված է, բացահայտվում է, որ ինքն հայլու մեջ այդ վերքի վրա, հայլու վրա է կպցրել այդ ինչ է, ուրեմն Սանտավիկա։ Իմանում ես, շատ հաճախ մենք ընդունել ենք արդեն Քրիստոսին, բայց չենք կարողանում արտացոլենք, որովհետև այդ հայրու վրա ինչ ասես կպցրել ենք։ Այսօր պիտի մաքրենք այդ հայրը։ Ամեն։ Տվյալ դեպքում հայրին հանդիսանում է մեր սիրտը, մեր էությունը, եւ այնտեղ կա բաներ, որոնք արգելք են հանդիսանում արտացոլելու այն լույսը, որ մենք արդեն Քրիստոսից ընդունել ենք։ Ամեն։ Ուրեմն գիտենք, որ ուրեմն Աստծո լույսը, որը ծագում է մեր մեջ, դա ավետարանի փառքի լույսն է, որը ասում է շատերի կյանքում դեռ չի ծագել, որովհետև այս աշխարհի Աստվածը, իշխանը, Սատանան կուրացրել է մարդկանց մտքերը, որպեսզի Քրիստոսի փառավոր ավետարանի լույսը չծագի նրանց սրտերի մեջ։ Եվ փառավոր ավետարանի լույսը Քրիստոսի դա աներևույթ Աստծո բնապատկերն է, որը Քրիստոսի դեմքից, Քրիստոսից ճառագել է մեր մեջ եւ հիմա մեզանից պիտի ճառագի աշխարհի մեջ։ Ամեն։ Քրիստոսը լինելով Աստծո հայր Աստծո ճիշտ բնապատկերը եւ Աստծո արտացոլանքը երկրի վրա, դա կարող ես կարդալ նաեւ
Եբրայեցիների 1:3, մենք տեսնում ենք, որ արդեն իսկ ավետարանը Քրիստոսի, որը փառքի ավետարանն է, ծագելով մեր մեջ մեզանից պիտի արտացոլի, ամեն, մեր սրտերի մեջ պիտի ծագել, ամեն, բայց պիտի թույլ տալ, որ արտացոլի։ Եվ այսօր այն ամեն ինչ որ խնդիր է հանդիսանում այդ ավետարանի փառքի, ավետարանի լույսն արտացոլելու մեզանից, այդ խնդիրները մեզանից պիտի մաքրենք ու հեռացնենք։ Դու դրան ասում ես ամեն, Տեր օգնիցես։ Քիչ առաջ երգում էինք, որ թող Աստծո փառքը ուրեմն ծագի մեր սրտերից, շատ լավ էինք երգում եւ իմի մնում է այդպես էլ ապրենք։ Ամեն։ Տեր օգնի։ Եվ տեսնում ենք, որ նոր ուխտը Քրիստոսի ավետարանն է, Քրիստոսի խաչի քարոզչության խոսքը, դա Աստծո զորությունն է մարդկությանը փրկելու համար։ Եվ Քրիստոսի ավետարանը բնականաբար հենց նոր ուխտն է ներկայացնում մեզ, ամեն։ Հին ուխտի մեջ կա Քրիստոսի մասին, որպես խոստում, որ կգա եւ կիրականացնի Հայր Աստծո կամքն ու ծրագիրը, բայց նոր ուխտը ներկայացնում է նրա գալուստը եւ այն ինչ որ արդեն իսկ իրականացված է եւ այդ սրա համար էլ Հիսուսը խաչի վրա աղաղակեց ասելով կատարված է մինչ խաչի աղաղակելը ինքը որ մուտք է գործում երկիր Եբրայեցիների գրքում գրված է որ ասում է ահա գալիս եմ ով Աստված գալիս եմ քո կամքը կատարելու առաջինը հերկելու մի կողմ դնելու եւ երկրորդը հաստատելու ամեն Եվ իմի շարունակում են կարդալ երկրորդ Կորինթացիների 3-րդ գլուխը բացել եք, հետևում եք 5-6 համարներում այնտեղ այսպես է ասվում, որ հին ուխտը, այսինքն օրենքը մահվան է տանում, բայց նոր ուխտը կա չէ քո մոտ, բայց ինչ ես զարմացած նայում, ես չեմ գրել, տենց է գրված, Առաքյանը հստակ ներկայացնում է, այստեղ ասում է, որ հին ուխտը, այսինքն օրենքը մահվան է տանում, բայց նոր ուխտը Քրիստոսով եղող շնորհքը Սուրբ Հոգու գործունեությամբ կյանք է շնորհում։ Հալելույա։ Ասա կյանք է շնորհում։ Տեսնում ես ուրեմն տարբերությունը։ Հին ուխտը մահվան է տանում, նոր ուխտը կյանք է շնորհում։ Իմ մենք ո՞րն ենք նախընտրում։ Կարող ենք բնականաբար մի անգամից ասել նոր ուխտը, բայց ընտրելով նոր ուխտը ցավոք սրտի ժամանակ առ ժամանակ այնտեղից ինչ որ բաներ դեռ ուզում ենք համատեղել նորի հետ եւ ուզում ենք վերապրել այն ինչ որ Աստված մեզ համար նախասահմանել է Աստված իրականում հզոր բաներ է նախասահմանել մեզ համար բայց մենք պիտի իմանանք թե որ ժամանակներում ենք ապրում ամեն եւ այստեղ շարունակությունում ասվում է որ հետևում եք Երրորդ գլուխ 5-ից 6 համարներն են, որ նոր ուխտը կյանք է շնորհում եւ Աստված 16-ն է կարդում։ Եվ Աստված Քրիստոսով շնորհ արեց մեզ, Առաքյանը ասում է մենք մեզանով չէինք կարող դա լինել։ Մենք մեզանով չէինք կարող մեզ կոչել կամ մեզ հանձնարարել, որ մենք լինեինք նոր ուխտի պաշտոնակատարներ։ Այստեղ գրված է, որ Աստված դա մեզ շնորհ արեց։ Աստված դա մեզ արժանի արեց, կարողություն տվեց, որ մենք լինենք ով նոր ուխտի պաշտոնակատարներ։ Ամեն։ Նոր ուխտի պաշտոնակատարներ, բայց շեշտադրվում է, բայց Սուրբ Հոգու օգնությամբ։ Ուրեմն Սուրբ Հոգին արդեն մենք ընդունել ենք մեր մեջ։ Եվ արդեն իսկ մենք Աստծո կողմից, Հայր Աստծո կողմից նախասահմանված ենք, որ լինենք նոր ուխտի պաշտոնակատարներ։ Բայց տեսնում ես, որ ցավոք սրտի շատ անգամներ մենք տեսնում ենք, որ եկեղեցին կարծես թե փոխանակ թե իր կոչումը, պաշտոնը, ծառայություն անի, որի մեջ Աստված իրան կոչել է, ինքը հողում է դա եւ անդրադառնում է նորից առաջին սրբարանին պաշտամունք մատուցելու եւ Եբրայեցիների 9:8-ում գրված է նա ով որ առաջի խորանին պաշտամունք է մատուցում առաջի խորանին ծառայություն անում երկրորդ խորանը սրբության սրբոցը դա նոր ուխտն է նրա համար դեռ փակ է թեպետ որ Քրիստոսի խաչով այդ վարագույրը պատրվեց բայց դու ինքդ տեսնում ենք իմի քիչ հետո կտեսնենք որ դու ինքդ անդրադառնալով հին ուխտի վրա հին կտակարանի վրա դու ինքդ քող ես գցում քո սրտի մեջ քո մտքիդ մեջ դրա համար կուրություն ա գա երրորդ գլխում է հետևում եք խոսքի ուղղակի կարդում եք ավետարանը կարդում եք հայերեն լեզվով Էջմիածնի թարգմանությամբ երրորդ գլուխ երկրորդ Կորինթացիների
7-ից 8 համաներում։ Եվ եթե մահվան տանող օրենքը, որ խափանվող եւ ժամանակավոր էր, այդքան հարավոր կերպով տրվեց մեզ։ Տեսեք ինչ ասում։ Ուրեմն տեսնում ենք, որ օրենքը ուր էր տանում, մահվան էր տանում։ Եվ ասում այդ օրենքը, որ մահվան էր տանում, եւ այդքան ժամանակավոր էր, մի որոշ ժամանակի համար էր։ Եվ այդքան հարավոր կերպով տրվեց մեզ, այդ որքան ավելի հարավոր է այն մնայունը, հավիտենականը, նորուղտը, Սուրբ Հոգու պաշտոնակատարության, որը տանում է արդարության մեջ։ Անհամեմատելի է, անհնարին է համատեղել հին ուխտը նորուղտի հետ։ Դա Աստծո ծրագիրն է։ Եվ Աստված գործում է ժամանակների հետ համահունչ։ Ամեն։ Հայր Աստված իր որոշումները կայացրեց, Որդի Աստված, որ որոշումը իրագործեց, Սուրբ Հոգի Աստված այդ իրագործված որոշումը ներդնում է մեր սրտերում։ Մենք ապրում ենք այդ ժամանակաշրջանի մեջ։ Սուրբ Հոգու գործունեության ժամանակաշրջանի մեջ, որը որ մեր կյանքում իրականություն եւ հասանելի է դարձնում Հոր կամքը ծրագիրը Քրիստոսի կատարած գործունեությամբ, այստեղ մի հատ Ութը это կարդացինք 7-ը եւ հիմի 9, 3-9։ Եթե նորից, տեսնում ես քանի անգամ կրկնում է։ Այս կրկնում է, որպեսզի մեր նման մարդիկ, ասենք նոր ուխտի պաշտոնակատարները հասկանան, որ ժամանակն է, որ իրենց կենտրոնացումը բերեն նոր ուխտի վրա։ Ամեն։ Եվ ասում է, եթե մահվան ու դատապարտության տանող օրենքը նորից ասում այդքան փառավոր էր, այլ որքան ավելի փառավոր է Սուրբ Հոգու պաշտոնակատարությունը, որը հավիտյան է եւ արդարության է տանում։ Ուրեմն տեսնում ենք, որ օրենքը դա հին ուխտն էր, ամեն, մահվան էր տանում եւ դատապարտության եւ խափանվող էր, անցնողիկ էր, պիտի մի ժամանակ անցներ, բայց այդքան փառավոր էր, այլ որքան ավելի փառավոր է այս մնայունը։ Եկեք որ այս մնայունի վրա կարճենք։ Շատերիս հիմքը դեռ ինչ որ առումով անցած փառքի վրա է։ Մենք շատերս լինելով Քրիստոսի եկեղեցու անդամները ապրում ենք անցած փառքով։ Փոխանակ թե վայելենք այն ներկան, որ Աստված շնորհում է ամեն հավատացուն։ 10 Ուրեմն արդեն իսկ եզրահանգումն է բերում Պողոս առաքյալը 10 Ուրեմն հստակ կարող ենք ասել, որ նոր ուխտի առաքելությունը, գործունեությունը Սուրբ Հոգու պաշտոնակատարությունովն է։ Ուրեմն նոր ուխտի պաշտոնակատարներս մենք պիտի կենտրոնանանք Սուրբ Հոգու վրա, որովհետև Սուրբ Հոգին է առաջնահերթ այդ պաշտոնակատարը նոր ուխտի։ Եվ այսպես է, որ նոր ուխտի պաշտոնակատարության մեջ լիարատ Աստծո փառքի ներկայությունը կա, լիարատ։ Ամեն։ Եվ նոր ուխտի պաշտոնակատարությունը տանում է կյանքի եւ արդարության Սուրբ Հոգու միջոցով։ Այստեղ բացահայտ տեսնում ենք եւ հասկանում ենք, որ անհնարին է դարձյալ ասում եմ, անհնարին է, որ համատեղենք հին ուխտի փառքը նոր ուխտի փառքի հետ։ Եվ տեսնում ենք, որ հին ուխտում էլի փառավոր էր Աստծո ներկայությունը, զորավոր էր, բայց եկավ մի ժամանակաշրջան, որ այդ ներկան, այսինքն նորը պիտի ծածկեր, խափաներ, վերցներ հինը, որպեսի նորն ամբողջությամբ իրագործվի։ Կտակի մասին էլ այդպես է գրված, որ հին կտակը գործնում է իր ուժն ու կարողությունը նոր կտակի հիման վրա։ Ամեն։ Եվ մենք արդեն ունենք, ասա, նոր կտակարան։ Մենք ունենք նոր կտակը, նոր ուխտը, ամեն, բայց դեռ էլի կենտրոնանում ենք նրա վրա։ Բայց լավ է, որ մեր ամբողջությամբ մեր կենտրոնացումը լինի նոր ուխտի վրա, երբ որ ասում ենք նոր ուխտ, հասկանում ենք Սուրբ Հոգին։ Ասում ենք նոր ուխտ, հասկանում ենք Քրիստոս։ Ասում ենք նոր ուխտ, հասկանում ենք Քրիստոսով եղող շնորհքն ու փրկությունը։ Ամեն։ Բայց որ ասում ես հին ուխտ, լասա հին ուխտ, մեկ էլ տենում ես գնացի հիշողության գիրկը։ Ունդեղ արդեն շփոթվել ես, ընկել ես այն լաբիրինթոսի մեջ, մուտք կա, բայց երկի
դուրը չես կարող գտնել։ Բայց գրված է դուրը Քրիստոսն է։ Քիչ հետո կանդրադառնանք դրան։ Ուրեմն կարդացինք, որ 3-7-ում բարձ եւ հստակ ասում է, որ հին ուխտի փառքը անցավ, խափանվեց։ Պատճառը որն է, ասում է, որովհետեւ նոր ուխտի փառահեղ գործունեության ժամանակաշրջանը սկսվեց։ Որտեղ որ սկսվում է նոր ուխտի գործունեության ժամանակաշրջանը, այնտեղ դադարում է հին ուխտի փառքը։ Դրա համար կարդացինք, որ որտեղ Տիրոջ հոգին է, այնտեղ ազատություն կա։ Ազատություն Աստված բառը քաղցր ջան, այն ազատությունը չի, որ ինչ ուզես անես, այն ազատությունն է, որ քեզ տանում է դատապարտության, դու դրանից ազատվել ես։ Ամեն։ Այլևս կարիք չկա նորից քեզ դատապարտված զգալ, որովհետև Աստված քեզ ազատել է, բայց դա չի նշանակում, որ ինչ էլ անես, դատապարտված պիտի չզգաս։ Դա նշանակում է, որ այդ դատապարտությունը քո վրայից վերցված լինելով, դու պիտի ապրես սուրբ եւ անարատ կյանք, որպեսզի քեզանից արտացոլի Քրիստոսից բողոքելուց կյանքն։ Ամեն։ Չեք ուզում կարոզել։ Ուրեմն երրորդ գլուխն է 14-16 համարներն է։ Տեսնում ենք, որ այստեղ պարզ ասում է, կարդում եք իր հետ, դու եք կարող ես քո մոտ կարդալ։ Այստեղ ասում է, որ հին ուխտը մինչև այսօր, ասա, մինչև այսօր։ Եվ ասում է, ամեն անգամ, երբ որ մարդիկ անդրադառնում են հին ուխտին, մարդկանց միտքը, սիրտը կուրանում է, քող է գալի նրանց վրա։ Ամեն անգամ։ Բայց երբ որ դառնանք Քրիստոսին, այդ քողը վերցվում է, հա, հալելույա։ Բանալին Քրիստոսն է։ Քրիստոսին դառնալ նշանակում է մուտք ունենալ նոր ուխտի մեջ։ Դու չես կարող քարոզես Քրիստոսին հին ուխտի հիման վրա։ Ոնց որ ունենաս այս վերջին ժամանակակից մեքենաները, բայց ունենաս 06-ի մատորով։ Ասելի մեր գեներալը այդպես կեղի չեղի։ Շատերիս մեջ, մեր հիշողության համակարգում, հələ հին չափանիշներով ենք գործում, հին մտածելակերպով, բայց մենք նոր կտակարանի պաշտոնակատարներ ենք։ Ասում եմ, բայց երբ որ անդրադառնում ես, նորից դառնում ես Քրիստոսին, այսինքն Սուրբ Հոգու գործունեությանը, նոր ուխտի պաշտոնակատարությանը, այդ քողը վերցվում է մեր վրայից։ Ամեն։ Ամեն։ Նկատում ես, որ գրված է մինչև այսօր։ Այսինքն նշանակում է, որ անգամ նոր ուխտի պաշտոնակատարներն են, երբ որ ակամայից անդրադառնում են հին ուխտին, նրանց միտքը կուրանում է, սիրտը կուրանում է, աչքերը ֆիզիկական չի կուրանում, այն ժամանակ տենց էր, չէ՞, հիշում եք Մովսեսը քող էր գցում, Պողոս առաքյալը բացահայտում է, որ ինչի էր Մովսեսը քող գցում, քիչ հետո կասեմ։ Ասում է քող էր գցում, որ իսրայելացիք չտենային այդ խափանվելիք փառքը։ Այսինքն ինչ խափանվելիք փառքը։ Այսինքն փառքը գնացել էր երկու օր հետո, բայց այդ քողը կար, որ Իսրայելը մտածել, որ այդ փառքը Մովսեսի վրա է։ Հələ ուշադիր կարգ։ Ասում է խափանվելիք փառքը չտեսնելու համար։ Գնացի։ Ասում է հին ուխտը, կարդացեք այ բալամավետարը։ Հին ուխտը մինչև այսօր մարդկանց միտքը կուրացնում է, երբ որ սկսում են անդրադառնալ, բայց այդ գուրությունը վերցվում է, եւ մենք տեսնում ենք, որ Սուրբ Հոգու գործունեությամբ եւ նոր ուխտի պաշտոնակատարությամբ այդ խավարը, այդ անաստվածայինը, այդ ամեն անցանկալի բաները մեր կյանքում գուրությունը վերցվում է եւ մենք վայելում ենք Աստծո Սուրբ Հոգու ազատությունը, որովհետև 17 համարն ասում է, Տերը հոգի է, որտեղ Տիրոջ հոգին է, այնտեղ ազատությունն է։ Եվ մենք խոսում ենք, որ Տիրոջ հոգին է, որի միջոցով, որ մենք դառնում ենք նոր ուխտի պաշտոնակատարներ։ Որտեղ կա նոր ուխտի պաշտոնակատարությունը, այնտեղ կա ազատագրություն։ Քո ավետարանն է դասում, կապցեցի։ Քո հույվը չի ասում, քո ավետարանն է դասում։ Այնտեղ գրված է, որտեղ որ Աստծո հոգին է, այնտեղ ազատություն է։ Որտեղ որ Տերն է, իր նկատի ունի, որտեղ որ գործում է նոր ուխտի պաշտոնակատարությունը, Սուրբ Հոգու ներգործությամբ, այնտեղ ազատություն կա։ Ամեն։
Նորից տեսնում ենք, որ անհնարին է համատեղել կամ համեմատել հին ուխտի փառքը նոր ուխտի փառքի հետ։ Տեսանք, որ հստակ է շեշտադրվում է, որ հին ուխտի փառքը անցավ, խափանվեց։ Նոր ուխտի փառավոր գործունեության շնորհիվ։ Ամեն։ Եվ եթե մենք հիմի գիտակցում ենք, որ ժամանակների մեջ ենք ապրում, ուրեմն պիտի չանդրադառնանք այն խափանված փառքին։ Հին ուխտը խափանված փառքն է համարվում։ Նոր ուխտը գործող փառքն է համարվում։ Ամեն։ Եվ նոր ուխտի արյամբ մենք սրբվեցինք, մաքրվեցինք, ազատվեցինք։ Ասա նոր ուխտի ավետարանը հստակ ներկայացնում է մեզ։ Եվ կարդում ենք 11 համարում նորից ավետարանը բացահայտ ասում է, որ իրականում եթե ժամանակավորը խափանվողը այդքան փառավոր էր, տեսեք քանի անգամ կրկնում է, որ մենք միտք առնենք, էլ որքան ավելի փառավոր կարա լինի մանայոնը, հավիտենականը, նոր ուխտի փառքը։ Ուրեմն մեր կենտրոնացումը պիտի լինի նոր ուխտի փառքի վրա։ Ամեն։ Եվ կարդում ենք 2 Կորինթացիների 4:6-ում, այնտեղ բարձ ասում է, որ երբ որ Աստված հրահանգեց, որ խավարիցը լույս ծագի, ինքը կենտրոնանում է արարչագործության վրա, բայց միևնույն ժամանակ բերում է որպես փաստացի օրինակ, որ այդ արարչագործությունը ոչ միայն այն ծննդոցում եղավ, այլ նաև կատարվեց մեր կյանքում, որովհետև մինչ արարչագործությունը խավարը կար, որովհետև նաև մինչ Քրիստոսի լույսի ծագելը մեր մեջ էլ խավար կար, բայց ասում է, երբ որ Աստված ասեց խավարիցը լույս ծագի, ասում է ինքը Աստված, ինքը, հետևում եք, մեր սրտերի մեջ ծագեցրեց Աստծո փառքի գիտության, ճանաչողության լույսը, որը ճառագում է Քրիստոսից։ Աստված, երբ որ ասեց լույս եղի, այն ծննդոցի մասին չի խոսք, այն արարչագործության։ Հիմի մեր կյանքում արարչագործություն է անում Աստված։ Եվ նայում է մեզ այսօր էլ ու ասում է լույս եղի, երբ որ ասում է լույս եղի, Աստված ինքը մեր մեջ ծագեցնում է Քրիստոսից բխող լույսը, որովհետև Աստված լույս է, եւ Քրիստոսը ինքն Աստված ինքը լույս է, եւ այդ լույսը մեր մեջ արդեն ծագել է։ Բայց տեսանք, որ հայրու նման մենք պիտի արտացոլենք, բայց քանի որ այդ հայրին ինչ որ կերպով աղտոտված է, իրական արտացոլանք չի լինում։ Կա չէ՞ այդ պատմությունը, որ ասում է հարևանը միշտ նայում է այն մյուս հարևանի ուրեմն լվացքին, պարանին, ասում է, բայց ես մեր հարևանը չի ամեն անգամ ես կերտոտ լվացք փռում պարանին։ Ու մի քանի անգամ արդեն սկսում է քննադատել, մեղադրել, բայց հետո մի օր տեսնում է, որ իր պատուհանը պիտի մաքրի, որ իր հարևանի սպիտակ լվացքը տեսնի։ Այսինքն ոչ թե հարևանն էր աղտոտված լվացք փռում, այլ իր պատուհանն էր աղտոտված եւ ինքը չէր տեսնում հարևանի լվացքի մաքրությունը։ Հիմա էլ շատ անգամ, չէ, Աստվածաշունչը ասում է, քո աչքի գերանը թողած, ուզում ես ինչ որ մեկի աչքի ճյուղը հանես։ Մենք կարող ենք ամենքի գործունեությունը խավարած տեսնել եւ համարել, որ այդ անձը խավարի մեջ է, բայց հենց որ մեր այդ աչքի ակնոցների այդ ինչ են ասում, ապակին մաքրում ենք, տեսնում ենք չեմ, լավ է փայլ ունեն այս մարդիկ։ Ուրեմն մեզանից նա կապված, թե ինչ պիտի տեսնենք դիմացի մարդու։ Ուզենաս վատը տեսնես, հոգինարակը տեսնես, բայց որ ուզենաս լավը տեսնես, ջանք պիտի անես, որ լավը տեսնես։ Ուրեմն եթե դիմացինիդ մեջ միշտ վատն ես տեսնում, դու ջանք չես անում, որ իր մեջ լավը տեսնես։ Հələ նայի կողքինիդ։ Սրանից հետո ես քո մեջ ասա միշտ լավ եմ։ Այո, այդ կողակիցներին է վերաբերում, նաև կողակիցներին է գնացի։ Երկրորդ Կորինթացիների 4:6-ը կարդացինք եւ տեսնում ենք, որ այդ գերազանց զորությունը, որ մեզանում գործում է, այդ լույսի շնորհիվն է, որ ծագել է մեր մեջ, եւ դա հենց ինքը Սուրբ Հոգին է, ամեն, եւ պարզ տեսնում ենք, որ Աստված ծագեցրեց մեր մեջ, եւ տեսնում ենք, որ երբ այդ լույսը մեզանից արտացոլում, երբ որ մենք գիտակցում ենք, երբ որ մենք ճանաչում ենք,
այդ լույսը, որը մեր մեջ բնակվում է։ Կարդացինք, որ ցակեցրեց մեր մեջ իր ճանաչողությամբ։ Եվ որ մենք այդ լույսի նկատմամբ ունեցած մեր գիտությամբ, մեր ճանաչողությամբ, մենք սկսում ենք արտացոլել։ Ինչքանով, որքանով ես ու դու արտացոլում ենք մեր մեջ ցակած լույսը, այնքանով ունենք գիտություն Աստծո մասին եւ նրա ճշմարտության մասին։ Ինչքանով, որքանով մենք մեր ներսում ընդունած լույսը արտացոլում ենք մեզանից, այդքանով է, որ մենք ունենք իր մասին ճշմարիտ գիտություն եւ ճանաչողություն, քաղցր ճանաչ։ Դրա համար ինչքան որ մենք նրան ավելի ու ավելի ճանաչում ենք, մեր սրտից բխում է ու արտացոլում է ավելի ու ավելի։ Ամեն։ Այսօր այդ օրն է, որ մաքրենք այդ աղտոտված պատուհանը եւ որ մեզանից արտացոլի այդ լույսը, որ ցակել է մեր մեջ։ Եվ ասացի, որ այդ լույսի ցակոցը, որ մեր մեջ ունեցել ենք, մենք կարող ենք արտացոլել մեր սրտից եւ շեշտադրում եմ սրտից, ոչ թե երեսից, որովհետեւ երեսից արտացոլում էր Մովսեսը, 5 կտակարանում երեսիցն էին արտացոլում, նոր կտակարանում սրտիցն են արտացոլում, լսի։ 5 կտակարանում այստեղ Արաքյանն էլ ասեց, որ ինչպես չլինի թե Մովսեսը, որ այդ քողը գցում էր, հին парքի այդ անցնողիկ парքը, որ չտեսնեին, հա, եւ բայց տեսեք, արդեն նոր կտակարանում մեր սրտից է արտացոլում դա, որպես հայելի, եւ այլ քող չկա, որովհետեւ 18-ում ասում է, բայց մենք ամենքս բաց երեսով արտացոլում ենք հայելու պես այն парքը, որ մեր մեջ եկել է։ Եվ ինչքան որ տեսնում ենք այդ парքը մեզանում եկած, մենք նրան կերպարանակից ենք լինում, տեղափոխվում ենք հին парքից մեկ նոր парքի մեջ։ Եվ այդ փոխակերպումը կատարողը գրված է Սուրբ Հոգին է։ Տերը։ Ամեն։ Եվ տեսնում ենք, որ այստեղ արդեն մեր սրտից պիտի բխի։ Մովսեսն էլ այդ քողը գցում էր, ըստ Սուրբ գրքի տեսնում ենք, որ Իսրայելը իբր թե չկուրանար, եւ իրականում Մովսեսի երեսի փայլն այնքան արատ էր, դա այդ ժամանակների парքն էր քաղցր ջան։ Եվ Ելի Արաքյան ասում է, բայց մենք բաց երեսով ենք կանգնում Աստծո առաջ։ Ուրեմն տեսնում ես, 5 կտակարանում մարդը Աստծո փայլն ունենալով պիտի ծածկեր, նոր ուխտում մարդն Աստծո փառք ունենալով բաց երեսով կանգնում Աստծո առաջ։ Արտոնությունը նոր ուխտի ընկալում է։ Նոր ուխտի արտոնությունով նա, որ ես ու դու Հիսուս Քրիստոսով արտոնություն ունենք Սուրբ Հոգին ընդունած լինելով, կանգնել Հայր Աստծո ներկայության մեջ եւ վայելել իր փառքի ներկայությունը եւ լինել Հայր Աստծո մեծ ընտանիքի անդամ։ Ամեն։ Եվ ունենալ հավիտենական ժառանգությունը եւ ուրեմն այլևս չկա օտարություն, այլ կա Հայր եւ Որդու հարաբերություն։ Ամեն։ Երկրորդ Կորինթացիների 3:18-ում բառացի շեշտադրված է, բայց մենք, այսինքն կարդացինք, որ նոր ուխտի պաշտոնակատարներ ես։ Մովսեսը հին ուխտի պաշտոնակատարն էր, ամեն, բայց մենք, եւ չգիտեմ ժամանակը սկերիքի թե չի երիքի, բայց ձեր ժամանակը կխլեմ թե չէ, բայց ուզում եմ հիշես, որ Մատթեոս 17-ում Հիսուսը 3 աշակերտների հետ այրակերպության սարը բարձրացավ, ամեն, այրակերպության սարի վրա Պետրոսը, Հովհաննեսը, Հակոբոսը եւ իրանք 3-ն էլ տեսան, որ Հիսուս Քրիստոսին այցի եկան Մովսեսն ու Եղիան, օրենքն ու մարգարեությունը։ Եվ Պետրոսը ինչպես միշտ ասեց առաջ ընկավ ու ասեց Տեր, ես ինչ հրաշալի բան է, եկեք 3 տաղավար շինենք, մեկը քեզ համար, մեկը Մովսեսի, մեկը Եղիայի համար, հերյաների համար, անգամ աշակերտներն էլ որ հերյա էին, իրանց մոտ Հիսուսը հավասար էր օրենքին եւ մարգարեներին։ Բայց Աստծո աչքին էս էր կամքն Աստծո, որ հենց այս հերյա աշակերտների միտքը սիրտը լուսավորի, որ այդ քողը վերցնի, 5 կտակարանի քողը, եւ ասի, դա է իմ սիրելի որդին, Հիսուսը միայն գրված է, նրան լսեք, որովհետեւ երբ որ այս ձայնից ընկան, չէ, աշակերտները եւ գլուխները բարձրացրեցին, տեսան, որ բացի Հիսուսից
մարդ չկա, Մովսեսն ու Եղիան արդեն գնացել էին եւ Աստված ասեց դա է, այսինքն Հիսուսն է, միայն դրան լսեք։ Մենք պիտի կարողանանք առավելություն տանք Հիսուս Քրիստոսին ամեն հարցի շուրջ։ Աստված այդպես է ուզում, որ մենք առավել համարենք Հիսուսին, քան օրենքը, քան մարգարեն։ Ամեն։ Օրենքի կատարումը Քրիստոսն է, մարգարեության իրագործումը Քրիստոսն է։ Մենք իմի օրենքն ենք ուզում, մարգարեություն ենք ուզում, թե դրանց իրագործողի Հիսուս Քրիստոսն։ Ամեն։ Եվ տեսնում ենք, որ ասում է այդ փառքից մեզ մեկ ուրիշ փառքի մեջ տանող, այսինքն հին ուխտի փառքից նոր ուխտի մեջ տանողը Սուրբ Հոգին է։ Դա մեր մարդկային հասկացողությամբ չի։ Առաքյալն էլ ասեց 5:6-ում, որ մենք մեզանից չենք մտածում այդպիսի բան։ Ուզում ասի, մենք ով ենք, որ կարողանանք այդպիսի բան մտածել։ Մեր մտքովն անգամ չէր անցնի։ Մեզ այսպես դարձնողը, մեզ այս հնարավորությունը տվողը, մեզ դրան արժանի դարձնողը ինքը Տերն է Սուրբ Հոգու միջոցով։ Ամեն։ Եվ տեսնում ենք, որ այս փոխակերպումը կատարվում է այլ Սուրբ Հոգու միջոցով, բայց միևնույն ժամանակ այդտեղ շեշտադրված է, եթե ուշադիր եք, շեշտադրված է, որ գիտությամբ եւ ճանաչողությամբ Աստծո մասին, Սուրբ Հոգու մասին, Աստծո ծրագրերի մասին իմացած մեր գիտությունն ու ճանաչողությունը նպաստում է, որ Սուրբ Հոգին մեզ տանի պարտքից պարտք։ Թեպետ որ անողը Սուրբ Հոգին է, բայց եթե չունենք ճանաչողություն, գիտես Սուրբ Հոգին չի գալի այսպես բռնապետի նման իրականացնի։ Ինքն էլ Տերն է, կանգնած իմ ու քո սրտի դրան առաջին եւ ասում է, ես թակում եմ։ Եթե մեկը լսի, բացի ես ներս կգամ։ Չի ասում, բացես չբացես, ես գալիս եմ։ Աստված լինելով դիեզերքի արարիչը, հիմի ինքը սպասում է, որ իր կողմից արարվածները իրաց սրտի դուռը բացեն արարչի առաջ։ Բացել արարչի առաջ չի նշանակում, հա, Հիսուսին հավատում են, լավ ես անում, բայց մենք տեսնում ենք, որ ամբողջությամբ պիտի տրվենք և հանձնվենք Աստծուն, նոր ուխտի և հետևենք ավետարանին, ամեն։ Եվ ուրեմն այս ամենը ընկալելով, մենք հասկանում ենք, որ Քրիստոսից բխող լույսն արդեն մեր մեջ ունենք, ուրեմն երկրորդ Կորինթացիների 6:14-ում ասում է, որ այլևս մի հարաբերվեք, մի խառնվեք, մասնակցություն մի ունեցեք խավարի հետ։ Ընդունած լինելով լույսը, մենք չպիտի առնչվենք խավարի հետ, որովհետև որտեղ լույս կա, այնտեղ խավար գոյություն չունի։ Խավարի ներկայությունը փաստում է լույսի բացակայություն։ Եվ իմը այստեղ ասում է, որ մենք արդեն ընդունել ենք լույսը, բայց մենք ենք որոշում, մեր հոժարը կամքով, նորից շարունակենք խավարին տեղ տալ մեր մեջ, թե տեղ չտալ, բայց եթե ուզում ենք, որ մեզանից արտացոլի այդ լույսը, մենք պիտի խավարը մերժենք մեր կյանքից, խավարի գործունեությունները մերժենք մեր կյանքից և այլևս չառնչվենք խավարի, աշխարհի, դիվային, անաստվածային, մարդկային, կրոնական ամեն սկզբունքներից պիտի ետ քաշվենք, համաձայն ես։ Եվ հենց սրա համար էլ Հռոմեացիների 12:2-ում ասում է, որ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, մի տրվեք այս աշխարհի սկզբունքներին, մտածելակերպներին, համոզմունքներին, դրդապատճառներին, աշխարհի նման մի գործեք, մի մտածեք եւ ուրեմն տեղ մի տվեք այս աշխարհի առաջարկած կորստաբեր եւ խաբուսիկ ցանկություններին։ Այլ նորոգվեցեք ձեր մտքի նորոգությամբ։ Լսեք, կարծում ես չէ ավետարանը։ Նորոգվեցեք ձեր մտքի նորոգությամբ։ Որքանով որ իմ ու քո միտքը նորոգված է, դու չես կարող ասես միտքս նորոգված է, բայց շարունակես ապրել նոր կյանք, հին կյանքով։ Այստեղ ասում է նորոգվեցեք, նա ուղիղ կարգ ավետարանը, առանց այլևայլ մարդկային միջամտության։ Ուղիղ նորոգվեցեք ձեր կյանքերը, ձեր մտքի նորոգությամբ։ Որքանով մեր միտքը նորոգված է, այնքանով մեր կյանքը նորոգված է։ Ասում է նորոգվեցեք, որպեսզի կարողանաք հասկանալ, ուրեմն մտքի նորոգությունը բերում է ընկալում։ Նորոգվեցեք, որպեսզի կարողանաք ընկալել, թե որն է Աստծո կամքը։ Եվ հետո տանում Աստծո կամքին։ Երբ որ դուք
նորոգվեք ձեր մտքի նորոգությամբ եւ հասկանաք որն է Աստծո կամքը, ասում է այն ժամանակ դուք ամեն բան կանեք այնպես, ինչպես Աստծո աչքին է բարի, ոչ թե քո աչքին։ Բայց անկեղծ, ես ու դու ենք ոչինչ որ զայնագրում։ Մենք հաճախ անում ենք այն ինչ որ մեր աչքին է, չէ՞ բարի։ Բայց եթե ասում հələ կարդա, հələ Հռոմեացիների 12-ը որ կարդաս, էլի քաղցր ջան։ Հələ երկրորդ խոսքից ասում է աղաչում եմ ձեզ, առաջին ասում, աղաչում եմ ձեզ, ընդունած լինելով Աստծո զոհը Քրիստոսի հետ կապված, դուք ինքներդ ձեր անձերը զոհաբերեք Աստծուն եւ ձեր միտքը նորոգեցեք եւ ձեր մտքի նորոգությունով ապրեք եւ այն ժամանակ կարողություն, այսինքն միտքը կարողություն է ունենում ընկալելու Աստծո կամքը, երբ որ նորոգվում է բնականաբար Աստծո խոսքի իմանալով։ Ամեն։ Ուրեմն եկեք որ մեր միտքն այսօր նորոգենք։ Նորոգել նշանակում է որ այդ հինը մեր մտքից թոթափենք, մաքրենք, հետո կասենք, այ մարդ, ես էլ ես մարդու նկատմամբ վատ բան էի մտածում, փաստորեն լավ էր մարդ, կարելի է շփվել։ Ասում եմ, որ իմանաք, թե որն է Աստծո աչքին բարի եւ միայն դա անեք, թե որն է Աստծո սրտին հաճելի եւ կատարյալ եւ միայն դա անեք։ Բայց քանի որ մենք հələ ամբողջությամբ մաքրված չի, մեր միտքը նորոգված չի, մեր կենտրոնացումը մեր մտքի վրա է։ Մեր միտքը ինչ թելադրի, այն են անում ենք։ Բայց չնորոգված միտքը չի կարող Աստծո կամքին հաճելի բաներ թելադրի, համաձայն ես։ Ուրեմն միտքը նորոգի, այդ որ շատ հաճախ հələ պատճառը բռնում ես, ես ինչ իմանամ։ Այ բալա, բա որ չես իմանում, միտքը նորոգի կիմանաս։ Միտքդ նորոգի Աստծո խոսքով կիմանաս տվյալ դեպքում ինչ անես։ Ասենք, որ ոտը տնորում են գլուխը կոտրես, թե ոտը կոտրես, կիմանաս ինչ անես։ Թե կամ էլ ասես, որ հայր, ես ներում եմ նրան, ինչպես դու ներեցիր։ Ամեն։ Ուրեմն իմանալով, որ այս ամենը մենք արտոնություն ունենք անելու եւ գիտակցելով, որ ինչ որ բան խոչընդոտ է հանդիսանում մեր մեջ արտացոլելու Քրիստոսից բխող լույսն ու կյանքը, որ մենք արտացոլենք, այն ինչ որ խանգարում է մեր կյանքում, այն ինչ որ խոչընդոտ է հանդիսանում, այն կրոնական, անաստվածային, մարդկային, դիվային ամեն ինչը եկեք մի կողմ դնենք մեր կյանքից ու տրվենք Քրիստոսին, նորորդին։ Ասում է, որ հավատաս ինձ եւ ավետարանին, հավատաս եւ գործես ավետարանի համար, ով որ իր անձը դնի ավետարանի համար։ Սիրելիս, ուզում եմ գիտակցես, գիտեմ որ գիտես, բայց գիտեմ որ պիտի ասեք։ Ուզում եմ գիտակցես, որ ասելով թե ավետարանի համար Հիսուսը նկատի ուներ հենց նոր ուխտի համար։ Դիր անձը։ Դնել անձ ավետարանի համար նշանակում է դնել Քրիստոսի համար։ Գործել ավետարանի հիմքերի վրա նշանակում է գործել Սուրբ Հոգու մողումով ու առաջնորդությամբ։ Ուզում եմ իմանաս, որ եկեղեցին հանդիսանում է Քրիստոսի արտացոլանքը երկրի վրա։ Հոր արտացոլանքը Հիսուս Քրիստոսն է։ Որդու արտացոլանքը եկեղեցին է Սուրբ Հոգու գործունեություն։ Բայց եկեղեցին պետք է մաքրվի ամեն տեսակ աղտեղություններից, որ կարողանա արտացոլի Քրիստոսին։ Մենք կարող ենք մեծ խոսել ինքներս մեր մասին, որ ես ունեմ այդ արտացոլանքը։ Լավ է որ ունես, ինչքանով է արտացոլում, այնքանով ունես։ Որովհետև եթե շատ ունես ըստ քեզ, բայց քիչ արտացոլում, նշանակում է ինչքան արտացոլում է այնքան ունես։ Որովհետև եթե դու չես կարողանում արտացոլես քեզանից այն ինչ որ ունես, նշանակում է դու կարծում ես թե ունես, բայց իրականում չունես։ Եվ այդ ունենալը կարդացինք կախված է իր մասին, Աստծո մասին, ճշմարիտ գիտություն ունենալուց, ճշմարիտ ճանաչողություն ունենալուց։ Թող որ այսօր ես ու դու ամենքս Աստծո ներկայության մեջ հեռացնենք մեր սրտից այն ամենը, ինչ որ խոչընդոտ է հանդիսանում Քրիստոսից մեր մեջ եկած լույսն ու փայլը արտացոլելու։ Ուզում ես որոշակի սիմպտոմներ, օրինակ տես, տրտմությունը հաստատ թույլ չի տա որ արտացոլի քեզանից։ Աններողամտ, այդ արտացոլել նշանակում է ապրել այն, ինչով
Ինչպես որ Քրիստոս տեղադրել։ Եթե ասում ես արտացոլում ա քեզանից Աստծո լույսը, այ բալամ, քեզի հանդիպեցին, մտածեցին անհավատ ես, որովհետև Աստվածաշունչն էլ ասում է, այն անձը, ով որ իրենների համար հոգ չի տանում, հավատքն ուրացած է, անհավատիցն էլ չառնա։ Տեսան, որ դու հոգ չես տանում, հասկացան, որ ոչ միայն անհավատ ես, այլ անհավատիցն էլ չառնես։ Դրա համար նայում են քեզ, ասում են, քո այնա տարբերությունը որն է, մարդիկ անկեղծ հարցնում են, դու պատասխան չունես, պատճառը, որ իրականում չի արտացոլում քեզանից։ Ալը նայ կողքին։ Ասա, որ իրանից արտացոլում։ Ամեն։ Լավ, դու ասեցիր, բայց հլը հարցրը ասա, իսկ ինձնից արտացոլում։ Հարցրը կողքինի, դու տես ինչ է։ Ալելույա։ Որովհետև շատ մարդիկ կան, որ ասում են, ես Աստծուց գոհ եմ, ինչ որ խնդրում եմ տալիս է, ես ասում եմ, լավ է, որ Աստծուց գոհ ես, բայց հենց մի հատ հարցում է, չէ որ Աստված հարցման մեջ, չէ որ Աստված ինքն էլ սիրում է մեզ պատասխանելու, դու լը հարցում արա, Տեր, դու ինձնից գոհ ես։ Ինչն է պետք, որ ես շտկեմ իմ կյանքում, ինչ է պետք, որ ես շտկեմ։ Եվ ինքը, այսպես 86 լիստանոց տետրի վրա կշեշտի, թե ինչ է պետք, որ դու շտկես քո կյանքում։ Շատ հաճախ ես ասում եմ, փողակցիդ դիմիր, թե ինչ է պետք, որ ես շտկեմ իմ կյանքում, ինքը կօգնի քեզ, որ Աստծո առաջ սիրտդ շտկես, քաղցր չէ։ Եթե երիտասարդներ մտածում են բամեն գում հարցնի, դուք էլ հարցրեք ձեր ծառայակիցներից։ Իմացար։ Ընտանիքի անդամներից։ Քանիս ենք ուզում, որ այսօր մաքրենք այս աղտոտված պատուհանները, որ մեր սրտում կան, որ մեր հարևաններին, մեր գործակիցներին, մեր ծառայակիցներին մաքուր սենց, սպիտակ սենց ջերմ տեսնեն։ Ամեն, այդ հանք տուն ասենք, այ բանամ, գանոտել էինք, տուն գանուց ասում էի, երնեք էլ ներս չգան, բայց իմի պապակում էի, որ կան։ Նոր էչ միասնում կայլում էի։ Սիրում եմ, էչ միասնում կայլում։ Աստծո առաջ եմ ասում։ Եվ որոշել էի այդ օրը բոլոր առաքելական 5 եկեղեցիները մտնեի։ Եվ դա հաջողվեց։ Հաճախ եմ դա։ Սիրում եմ դա անել։ Ու այդ ընթացքում մի մարդ տեսա։ Հորս հասակի տարիքը։ Մոտեցա Սուրբ Հոգու մողումով։ Հեշտ չէր, բայց Սուրբ Հոգին համոզեց ինձ։ Ճիշտ է շատ պայքարեցի, բայց անհնարին է Սուրբ Հոգու դեմ պայքարել, եթե ուզում ես հնազանդվել։ Մոտեցա ու այդ մարդուն բարևեցի, ձեռքիցը բռնած ու չէի թողում, պլշած հայացք ունեմ, մեկ դրանով նայել եմ քեզ։ Պլշած նայեցի այդ մարդու աչքերի մեջ, ասեցի, գիտես Տերը քեզ սիրում է։ Աչքերը խորոմոր նայեց ինձ, հետո նայեց գետնին, ասեց ինչ գիտես որ Տերը քեզ ինձ սիրում է։ Ասեցի քաղցր ջան, այդ 5 եկեղեցիները պատտեցի, Տերը մի բան չասեց, բացի նրանից որ գամ քեզի ասեմ, որ Տերը քեզ սիրում է։ Այս մարդը հորս տարիքի մարդ, հոնքուր երեխայի պես լացեց, ասեց գիտես ես ընտանիքիս ինչ եմ ասել, ասել եմ դուրս եմ գալի, անիծված լինի ես ընտանիքը, երբեք այստեղ ներս չեմ գա, թող ինձ մեռած ներս բերեն, բայց հիմի մտածում եմ գնամ ու ասեմ ընտանիք ջան, ինձ ներեք, ես էլ ցես եմ սիրում։ Հասկանում ես։ Արտացոլի պիտի քեզանից Քրիստոսի լույսն ու փայլը։ Ոչ մենակ ծանոթների մոտ, անգամ անծանոթների մոտ։ Հալելույա մեր Աստծո։ Ուրեմն քանիցներս էինք պատրաստ այսօր այդ աղտոտվածությունը մեր վրայից թոթափենք, կրոնական, մեր ուրեմն մարդկային, անաստված էին, մեր մտածելակերպից, մեր ապրելակերպից, մեր սովորություններից, մեր համոզմունքներից, որովհետև շատերիս համոզմունքի մեջ մենք ճիշտ ենք, սխալ։ Եթե մեկը 3 հոգուց բողոքում է, մտածի այդ բողոքողի մասին, որ ինքը կարիք ունի փոխվել։
Գանք Տիրոջ առաջ։ Եվ մեր սրտերը կրենք նրա առաջ։ Հապակում ենք Տեր, որ այսօր մեր սիրտը ամբողջությամբ համապատասխան լինի եւ նպաստի, որ մեզանում ծագած լույսը ճշմարտապես արտացոլի։ Ամեն։ Հալելույա։ Եվ այս քաղցր անուշ երկրպագության ներքո մեր աղոթքը բարձրացնենք Աստված։ Ինքը Տերը ուզում է, որ ինձ ու քեզ տեսնի նորոգված, ազատագրված։ Եվ հենց սրա համար էլ Սուրբ Հոգին դրել է մեր մեջ, որովհետև որտեղ Տիրոջ Հոգին է, այնտեղ ազատություն։ Որտեղ Տիրոջ Հոգին է, տեսեք, մարդիկ կարող են ունենալ Տիրոջ Հոգին, բայց գրված է, որ մի տրտմեցրեք Տիրոջ Սուրբ Հոգին, մի հանգեցրեք, մի մարեցրեք Սուրբ Հոգու կրակն, ամեն, շատերիս մեջ կա Սուրբ Հոգին, բայց հանգած, տրտմած, մարած, եկեք, որ այսօր թույլ տանք, Աստծո Սուրբ Հոգու բամինը փչի այդ կրակի վրա, շատերիս կյանքում կրակն էլ չկա, մոխիր է, բայց այդ մոխներից Աստված կարա կրակ բորբոքի, ամեն, այս մասս էլի ինձ յայն նկատվինի, չէ կապտր ժան, եթե իրականում դու կես տեսնում ես այդ մոխրի հետ կապված, դու ուղղակի թույլ տուր Աստծո Սուրբ Հոգու քամին գա այդտեղ եւ կրակը բորբոքի, որտեղ այդ կրակն է, բորբոքված կրակիցն է արտացոլում Աստծո լույսը Հիսուս Քրիստոսից ողորմած, ամեն, օրհնյալ Աստված եւ օրհնյալ այր ներկայությունը մեր կյանքում, իմ ընտանիքում Տեր Հիսուսի զորավոր անունով, ամեն, ամեն։